անհրաժեշտություն կա, որ երեկվա միջադեպը ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ վարչության նիստում քննարկվի, այսինքն տեսնում եք այդպիսի անհրաժեշտություն, այդ հայոյանքը փոխադարձորեն տեղում չէ։ Ինչ նկատի ունեք, որ ինչ-որ մեկը եկավ հայոյից ազգային ժողովի նախագահը։ Ես չեմ ուզում բառանել, ես առհասարակ ասում եմ, դե Ես կարծում եմ այդ միջադեպը տեսնող ցանկացած մարդ հասկանում է ինչա տեղի ունեցել, ինչու եւ ինչպես եւ հավելյալ քննարկման կարիք չկա։ Բայց երկրորդ հարցն այս վարչությունում քննարկել։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Պարոն Ռուբինյան, եւ այս ձեր քննարկությանն եմ ուզում անդրադառնալ։ Այսօր ձևավորվել է առաջին 50-ից քննարկության արդյունքում, հետո դրանք ֆիքսված են լինելու, այսինքն քննարկության արդյունքները ոնց եղավ, արդեն ակնհայտ է, որպեսզի տեսքի։ Այդ թվում վարչապետի թեկնածուն է ֆիքսվելու։ Հաջորդ փուլերը կարճ կներկայացնեք, ինչ է հետո սպասվում հաջորդ 50-նյակների կազմման համար։ Ըստ մեր, չէ, ամեն մեկը քվեարկում է 30 հոգու, բայց 50-նյակն է ձևավորվելու դրա արդյունքում։ Ըստ մեր վարչության որոշման առաջին 50-ը կձևավորվի այսպես, ինչպես նկարագրեցի, եւ վարչությունը կունենա հաջորդ 50-նյակում փոփոխություններ անելու կամ մյուս 50-նյակում, որոնք արդեն ձևավորվել են նախորդ քվեարկության ընթացքում, բայց ես չեմ կարծում, որ մեծ փոփոխություններ արվեն։ Այսինքն, պարոն Ռուբինյան, այն արդյունքները, որ գրանցվեց նախորդ քվեարկության արդյունքում, չնչին փոփոխություններով առաջին 150-ի պատկերը այսպես կամուղջան։ Իսկ երբ կլինի արդեն Դե իհարկե դե քվոտայի հարց կա, կանանց քվոտա եւ այլն, այդ առումով միանշանակ փոփոխություններ կլինեն։ Իսկ այս արդյունքները երբ կանփոխվեն, այսինքն երբ բաց կդառնան։ Քվեարկությունը այսօր է լինելու եւ վաղը, դրանից հետո է արդեն։ Եվ մի ճշտով հարց է, քանի որ վարչապետի թեկնածուն արդեն ամենի է, թե հիմա ոնց է քվեարկում։ Հայտնի չէ, հայտնի կդառնա այս քվեարկության արդյունքը։ Կանխատեսելի է, այսինքն հնարավոր է ինչ-որ ուրիշ արդյունք լինի, թե քիչ է հավանական։ Տեսականորեն հնարավոր է, գործնականորեն քիչ է հավանական։ Ով օրինակ։ Դե ասում եմ, գործնականորեն դժվար թե որևէ այլ մեկը։ Իսկ կպեյում եք վարչապետի թեկնածու կա բան 3 միլիոն վարչապետի։ Չէ, ԿՊ-ում հիմա կա 50 վարչապետի թեկնածու, որովհետև բոլոր 50-ը համարվում է վարչապետի թեկնածու։ Հավանական վարչապետը կարծում եմ հայտնի։ Եվ այդ 50 ծով ավելի շատ քվե հավաքեց։ Ոչ, այդ քվեաթերթիկի ներքևում կա նշում, որտեղ պետք է մարդ նաև իր ընտրած 30-ից նշի անուն, թե ում է ուզում որ լինի վարչապետի թեկնածու, եւ ով ում անունը ավելի շատ նշված լինի, նա կլինի վարչապետի թեկնածու։ Բացի ռեյտինգ ապուրից նաև վարչապետի թեկնածու է։ Պարոն Ռուբինյան, ես վերադառնալով էլի այդ միջադեպին ազգային ժողովի նախագահի եւ քաղաքացու մասնակցի։ Քաղաքացու, սորական քաղաքացի էր։ Ամեն դեպքում Ինչո՞ քաղաքական գործիչ էր։ Հա, բայց նկատի ունեմ քաղաքական գործիչ։ Հիմա դուք եք քաղաքացի, ես եմ։ Դե ուրեմն ասեք երկու քաղաքացիներ ինչ եք ասում ազգային ժողովի նախագահի եւ քաղաքացու։ Ուրեմն քաղաքացու եւ քաղաքացու։ Քաղաքացի Արել Սիմոնյանը, որը նաեւ ԿՊ վարչության անդամ է եւ ազգային ժողովի նախագահ եւ ընդդիմադիր քաղաքացու միջև տեղում։ Հա, քաղաքական գործիչ։ Քաղաքական ձեր նման քաղաքական։ Իմ պատմում չի, դուք չգիտեք, որ այդ մարդը քաղաքական գործիչ է։ Ոնց, այդ մարդը Անետ Կորածի հարազատ է։ Այդ մարդը Անետ Կորածի հարազատ է։ Չէ։ Ազգային ժողովի նախագահի եւ ընդդիմադիր քաղաքական գործիչի միջև տեղ ունեցած այդ միջադեպը ինչ է կարծում պետք է ազգային ժողովի նախագահի մասով ԿՊ-ում ըստ ԿՊ կանոնագրքի էթիկայի կանոնագրքի 4-րդ ենթակետի շրջանակներում քննարկման առարկա դառնա թե ոչ։ Նարեկ ջան, եկեք մեզ միամիտի տեղ չտնենք, էլի։ Մարդը եկել հայոյել ազգային ժողովի նախագահ։ Դե վերջ, ուրեմն կգնաք, Իվարկյան, ուրեմն կգնաք, այդ ընդդիմադիր քաղաքական գործիչին կգտնեք, նախ կճշտեք իր կուսակցությունը կամ կազմակերպությունը էթիկայի կանոնակարգ ընդհանրապես ունի թե չունի, եթե պարզվի ունի, իսկ ես երաշխավորում եմ որ չունի, բայց եթե պարզվի որ ունի, կհարցնեք այդ ձեր էթիկայի կանոնակարգի էսի որերորդ կետով ձեր վարչությունը բան քննարկել է, որ գնացել եք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահին քրֆել եք։ Այդ հարցը Իվարկյան, ես նաև սպասում եմ, որ ազգային որ Ազատություն ռադիոկայանը
մարդ կուղարկի այդ քաղաքական ուժի մոտ, կհարցնեն, մի 10 հատ հարց կտան, կասեն ես միջադեպը քննարկելու եք թե ոչ։ Այդ ժամանակ կգաք ինձ այս հարցերը կտանք։ Ներողություն, ի՞նչ է նշանակում, չեք տեսել դուք այդ կադրերը։ Իդեպ, ես տեսա, քանի որ դուք հրապարակ օրաթերթից եք։ Ձեր օրաթերթի խմբագիրը մի քանի օր առաջ վկայակոչելով ինձ, որ ես խնդրել եմ եւ պահանջել եմ, որպեսզի հրապարակվի թե ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։ Ասելա, բայց քո ինչ գործն է ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը, մենք քեզ չենք հարցնում, չէ՞ դու առողջական խնդիր ունես, թե չէ։ Ուզում եմ հրապարակավ հայտարարել այս պահի դրությամբ, Փառք Աստծո, ես որևէ առողջական խնդիր չունեմ։ Հիմա խնդրում եմ, կասեք ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։ Դա դες վերաբերում է, չէ՞։ Այո, դա ինձ վերաբերում է։ Դա ներողություն, ինչ։ Դրսից դες ֆինանսավորում է։ Չէ։ Իսկ ձեզ։ Իսկ ով է ձեզ ֆինանսավորում։ Ես կարող եմ հրապարակել ով այնց ֆինանսավորում։ Ես աշխատավարձ եմ ստանում ազգային ժողովից, որը ինքնին որտեղ ես չգիտեմ ձեր կերպանը որտեղ է այդ փողը մտնում։ Ես չգիտեմ դուք ում ֆինանսավորումից եք հարկ մուծում կամ մուծում եք թե չեք մուծում։ Հիմա ես նույնիսկ չգիտեի որ դուք ստեղ եք լինելու։ Բայց ներողություն էլի, որ խնդրեմ կասեք ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։ Գնացեք բարձր ոչ մեկ չի ֆինանսավորում։ Ոչ մեկ ձեր եք աշխատում։ Դուք ինչ հիմա հարցեք դա։ Իրավական գործնայությամբ եք։ Չէ, գրանցված չեն։ Ձրի են։ Ես օրինակ CVK-ի համար ոդկաստ եմ վարում, ձրի, որ իրավունք ունեն։ Դուք ձրի եք աշխատում հրապարակում։ Ուղեղը աշխատացում եք անվճար CVK-ի։ Իսկ դուք ձեր ուղեղը ում համար եք աշխատացնում եւ ում վճարում եք։ Մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Ում փողով։ Ով է փող տալիս ձեզ։ Ներողություն, սա շատ կարևոր է, հարգելի գործընկեր, երբ որ ես պահանջում եմ հաշվետվողականություն, մի ասեմ ազգային ժողով, ինչ դղյակ, ես դղյակ չունեմ, ինչ որ նշանակում, ում մասին է խոսքը, ով դղյակ ունի մեր թիմից, Արարատ Միրզոյանը դղյակ ունի, որտեղ է դղյակը, առանձնատունը դղյակ է, առանձնատունը դղյակ է, այսինքն դուք ուզում եք, այսինքն օրինակ դուք ուզում եք ասել, որ օրինակ Պապուս հայրը, որը աշտարակի շրջանի Արտաշավան գյուղից 1950-ականներին եկել է Երևան եւ իր եղբայրների հետ մեր երրորդ մասում ներկայումս գտնվող տունն է սարքել, սեփական տունը, առանձնատունը, դա դղյակ է, հա։ Դու կարող ես Պապուս Չէ, ասում եմ դա դղյակ է, Հայաստանում ապրող սիրելի բոլոր սեփական տուն ունեցողներ, իմացեք, որ այսուհետ դուք ապրում եք դղյակներում, բայց լավ, արդեն դուք անհետաքրքիր եք, խնդրում։ Դե եթե ես անհետաքրքիր եմ, խնդրում լքեք ես սենյակ։ Դե ուրեմն նստեք եւ լսեք։ Հա, խնդրեմ։ Չէ, բայց մի վայրկյան է դիքով։ Խնդրեմ։ Փաստ չի, եթե մանդատը վերցնի, այո, եթե չէ, չի։ Պարոն Ռուբինյան, տեսեք, դուք գործընկերոջից հարցի չպատասխան, ասացիք երկու քաղաքացիների միջև, Չէ, ես ասացի ազգային ժողովի նախագահի եւ մի քաղաքական գործչի միջև։ Երկու քաղաքացիների միջև, դա լինի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ընդդիմադիր քաղաքական գործչի միջադեպը, որոնք երկուսն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ինչու է ընդդիմադիր գործիչը խուլիգանություն կատարելու համար բերման ենթարկում հայհոյելու։ Իսկ ազգային ժողովի նախագահը ոչ, այսինքն տարբերություն է դրվում։ Որովհետև ազգային ժողովի նախագահը իր համար հանգիստ դուրս եկավ ազգային ժողովից քայլում էր, եկավ մի քաղաքական գործիչ, հեռախոսը միացրած, լայվը միացրած եւ սկսել իրան ասել արա եւ այլն, բարձ չի։ Այսինքն, բանա, այդ քաղաքացին sense իր համար կանգնած էր այդ քաղաքական գործիչը, ազգային ժողովի նախագահը եկավ սկսեց իր վրա հարձակվել։ Սիրելի գործընկերներ, դուք անկեղծ չեք, դուք ազնիվ չեք ձեր հարցերով։ Այդտենց, որովհետև կարող եք, այո։ Պատասխանեցի արդեն հարց։ Պատասխանեցի, որովհետև ձեր մատնանշած քաղաքական գործիչը եկել եւ սկսել է սադրել ազգային ժողովի նախագահին։ Դե վերջում դրա համար էլ ստացել է պատասխան։ Ես քան որ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ գնահատականներ իր այդ միջադեպի տալու է կուսակցությունը, իրավապահները, եթե տեսնեն այդպիսի հարկեր քաղաքացիները, ես դրա համար եմ ասում, վարչությունը տեսնում էր այդ անհրաժեշտությունը։ Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում։